այն թիմը, որը աշխատում է Թրամփի արտաքին քաղաքական մարտավարության վրա, որոշակի մարտավարություն է մտածել, որը գոյության եւ նաև հաջողության հասնելու հնարավորություն ունի։ Մենք այս համատեքստում ազդեցություններ ունենալ չենք կարող, ոչ մենք, ոչ Հայաստանը, ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը, եւ այս համատեքստում մենք պիտի մտածենք ինչպիսի լուծումների դեպքում որ քայլերն է, որ մեզ կարող է շահեկան մեջ դնել ու այս առումով կան գործընթացներ, որոնք ամբողջությամբ կախված են մեզանից, մեր ու Եվրոպա փոխհարաբերությունները, մեր եւ Միացյալ Նահանգներ փոխհարաբերությունները, մեր եւ Ռուսաստան փոխհարաբերությունները, այս համատեքստում համադրություններն ու հակադրությունները դիտելը, Հայաստան-Իրան փոխհարաբերությունները, այս համատեքստում մենք ունենք ստորագրված փաստաթղթեր թե Միացյալ Նահանգների եւ թե Եվրոմիության հետ գործընթացներ ենք սկսել, որոնք որոշակի քայլերով շատ փոքր կամ միջին առաջընթաց են ապահովում, պետք է սրանց ավելի ակտիվ պետք է սրանք ավելի ակտիվացնել, պետք է ավելի նախաձեռնող լինել, պետք է առաջարկներով հանդես գալ, որովհետև իմ կարծիքով գերխնդիրը դարձել են կոմունիկացիաները, Չինաստանի մրցակցությունը կոմունիկացիաների Չինաստանի եւ Միացյալ Նահանգների մեջ, եւ այս կոմունիկացիաների առումով Հայաստանը միակն է ողջ տարածաշրջանում, որը Չինաստանի հետ ունի ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, մնացածը թե Վրաստանը, թե Ադրբեջանը, թե Իրանը, թե Ռուսաստանը բոլորն ունեն։ Փոխարենը Հայաստանն ունի ռազմավարական գործընկերության փաստաթուղթ Միացյալ Նահանգների հետ, հետեւաբար մենք Միացյալ Նահանգների հենակետն ենք դառնում, արդեն այդ ճանապարհների առումով էստեղ։ Դեպի Եվրոպա գնացող ճանապարհը երկուսն է Միջինասիական հանրապետություններից Վրաստանով ծովով, այսինքն գա Հայաստան, այն որ հյուսիս-հարավն է, գնա Վրաստան, բայց դա պիտի դառնա ծով, նավից հետո ցամաք, որը ահագին բարդություններ է եւ կա ցամաքային կապով դեպի Եվրոպա գնալու հնարավորություն, որը անցնում է Թուրքիայով։ Եվ այս համատեքստի վրա աշխատում է Միացյալ Նահանգները, մեծամտություն չանեմ ու ասեմ, որ ես առաջիններից մեկն եմ եղել կամ ամենաառաջինը, որ սկսել եմ պրոպագանդել միջանցքը, դրա համար բազմաթիվ հարվածներ ստանալով, որ խրախուսում եմ Թուրքիայի հետ կապը եւ այլը, բայց այդ միջանցքի մասին խոսելը, միջանցքը նախկին ամերիկյան վարչակազմի հետ կապելը, Բայդենի վարչակազմի, Բլինկենի, որոնք այդ գերկարևոր համարեցին, պատահական չէր արվում, ես հասկանում էի, որ մրցակցությունը չինական մեկ ուղի մեկ գոտու վրա է եւ ես տեսնում եմ որ Թրամփի պարագայում ավելանալով Իրանի հանդեպ ունեցած այդ լարվածությունը արևմուտքը այս Միացյալ Նահանգները այս տարածաշրջանը գերկարևոր է համարելու եւ այս տարածաշրջանում գերկարևոր լինելու են ճանապարհները այսօր առավոտյան նայեցի նաեւ նախկին փոխվարչապետ Ռոբերտ Քոչյանի թիմի անդամ Արմեն Գևորգյանի վերլուծությունը եւ շատ կետերում իր հետ համաձայն եմ, իսկապես ինքը փորձառու մարդ է, ոչ միայն տնտեսության առումով, նաեւ քաղաքական առումով այդ վերլուծությունը բավականին լավն էր եւ ես այս առումով շատ ավելի իմ համար բանավեճի կամ զրույցի թեմա եմ համարում այս կարգի օպոնենտների հետ բանավիճել, արգումենտներ դրնելը, որոնք արդյունքներ կտան հետագայում մեր գործունեության, քան այն մոտեցումները, որոնք ավտոմատ դրվում են նոյեմբերի 9-ի փաստաթուղթ եւ այլը, սրանք զուտ խնդիրներ են լուծում սեփական անձի ինքնահաստատման կամ քաղաքական դաշտում որևէ նիշա գրավելու խնդիրների առումով, այսինքն փորձում են նախկին իշխանություններին զրկել իրենց որևէ տեսակետ ասելու առավելությունից նրանցից առաջ են ընկնում, որ որևէ կապ չունի Հայաստանի Հանրապետության, պետականության եւ այլնի հետ։ Հետևաբար այս համատեքստում ես գտնում եմ, որ
մենք Միացյալ Նահանգներին պիտի առաջարկենք մեծ փաթեթ, մենք պիտի ստեղծենք խումբ, որի անվանումը կարող ենք դնել Միացյալ Նահանգներ Հայաստան տնտեսական փոխշահավետ զարգացման խումբ, որը պիտի գնա Միացյալ Նահանգներ եւ Թրամփին մինչեւ միլիարդ, 2 միլիարդի առաջարկություններ անի։ Այստեղ խնդիրը խոշորացված թվերինն է, այդ առաջարկությունների մեջ պիտի երկարևորը լինեն երկու ուղղություններ։ Առաջին հանքահումքային ռեսուրսներ, մասնավորապես բազմամետաղներ, տեսեք անգամ Լուկաշենկոն կարտոֆիլի ցանկացած տարածություններում բազմամետաղներ են ման գալիս, այն դեպքում, որ մենք այդ բազմամետաղները ունենք, դրանք հաստատված կան նույնիսկ սովետական ժամանակներից, ընդհանրապես մետալուրգիա մենք պիտի առաջարկենք, այստեղ գործարաններ կառուցել, պղնձի, մոլիբդենի, ձուլման եւ այլնի, եւ երկրորդ ճանապարհներ, կոմունիկացիաներ ու հիմնականում երկաթգիծ, որովհետեւ ընդունեք, որ երկաթգծի աշխատելու դեպքում մենք ուղիղ ցամաքային կապ ենք ունենալու դեպի Եվրոպա, այսինքն գնացքը կարող է Հայաստանում բեռնավորվել եւ հաջորդ կանգալը լինի, ասենք, Պրագա կամ Մյունխեն կամ Բերլին կամ Փարիզ, ցամաքային ճանապարհով առանց լաստանավերի, առանց եւ այլնի, որը ձմեռային պայմաններ, լարս եւ այլը չկան, եւ այս ամեն ինչը շատ կթեթևացնի։ Այս խնդիրների լուծումները ես տեսնում եմ նաեւ, որ Միացյալ Նահանգների ինքնուրույն արդեն այդ ուղղությամբ քայլեր է անում, որտեղ ես մի անգամ բարձրաձայնել եմ, որ կա ամերիկյան ընկերություն, որը այսօր արդեն բանակցում է Քաջարյանի իրական բաժնետեր Տրոցենկոյի հետ այն գնելու առումով, այսինքն եթե Քաջարյանը Տրոցենկոն վաճառի եւ դուրս գա Սյունիքից, այդ կնշանակի, որ ռուսական ազդեցությունը ամբողջությամբ դուրս է գալիս։ Ինչպես? Եթե բայց Գիտեք, այդ եթեի խնդիրը հետևյալում է, Տրոցենկոն, ես գիտեմ, որ ինքն ուզում է, որ վաճառել, երբ իր վրա պատժամիջոցներ կիրառեցին, ինքը անվանափոխեց որդու անունով, հետո որդու վրա էլ կիրառեցին, ինքը մի կնոջ անունով անվանափոխեց, ով երկար տարիներ իր ընկերությունների ֆինանսիստն է եղել կամ հաշվապահ այսպես, բայց միևնույն է, բոլորը հասկանում են, որ դա Տրոցենկոյինն է, եւ Տրոցենկոն հասկացավ, որ այդ իրավիճակներում ավելի լավ է այդ վաճառել, բայց դրա վաճառքը քաղաքական բովանդակություն ունի, որտեղ Ռուսաստանի իշխանությունները ուզում են քաղաքական ազդեցություն ունենալ Սյունիքում։ Իսկ ինչի են իրենք ուզում քաղաքական ազդեցություն ունենալ Սյունիքում, մի պարզ հանգամանք կա, որպեսզի իրանական էներգոգիրները հյուսիս-հարավ ճանապարհով արևմտյան աջակցությամբ չգան ու գնան Եվրոպա։ Եվ նման տնտեսական ազդեցությունը պահելով, նման իրավիճակներում, եթե Իրանի հետ տարանցիկ գազամուղներ կամ տարանցիկ նավթամուղներ կառուցեն, ապա հնարավոր է Քաջարյան ագարակ կապան այս համակարգելով ներառյալ Թեղուտ եւ այլ ամբողջ Հայաստանի տնտեսական համակարգը բերել կոլապսի, թույլ չտար ներառյալ միտինգների եւ այլնի, եւ այս առումով բնականաբար իրենք հակված չեն որ Տրոցենկոն այդ վաճառի, բայց հաշվի առնելով են հանգամանքը, որ հիմա սերտացում է գնում Միացյալ Նահանգներ եւ Ռուսաստան համատեքստում, այստեղ կարող են լինել առևտրի այլ հանգամանքներ եւ Ռուսաստանը կարող է համաձայնվել դրան եւ ես կարծում եմ, որ կհամաձայնի դրան, որտեղ հակառակ դեպքում ինքը ագարակի հենակետից չէր հանելու իր սահմանապահ զորքերին, չէր համաձայնելու հայ-թուրքական սահմանին 50%-ով հայ սահմանապահներ կանգնելու, ավելին չէր համաձայնի Մարգարայից օրեր առաջ հանելուն, ինքը բազմաթիվ պատրվակներ ուներ, որ դա երկարաձգեր 2-3 տարի, տեսնելու թե այս արտաքին քաղաքական զարգացումները որ ուղղությամբ կտանեն, հենց պայմանագրերով, որտեղ այդ պայմանագրերը, որոնք որ մենք կնքել ենք իրենց հետ, այդ պայմանագրերով ինքը կարող էր այդ ժամանակը 2-3 տարի երկարաձգել այդ մարդկանց տեղահանելու, տեղաբաշխելու եւ այլ պատրվակներ բերելով եւ մենք ոչինչ ասել չենք կարող։ Իսկ եթե ինքը դրանք դուրս է գալիս, իսկ ինքը միշտ էսպես է մտածել, եթե ես չեմ այս տարածաշրջանում, ուրեմն մեր փոխարեն թող լինի Թուրքիան, ավելի լավ է լինի Թուրքիան, քան Միացյալ Նահանգները։ Սա Ռուսաստանի մոտեցումն է եղել միշտ։
Եվ դրա համար են նախկիններն ասում, որ եթե ռուսները չեն, ուրեմն թուրքերն են, որտեղ իրենք իրենց ռուսներին շատ լավ են ճանաչում եւ այդ համատեքստից են դուրս գալիս, բայց իրականում հիմա Թուրքիան էլ այդքան արևմուտք չի ու արևմուտքը ինքն է իր շահերը սպասարկում այս տարածաշրջանում Թուրքիայի պահվածքը տարբեր առումներով չի բավարարում Միացյալ Նահանգներին մասնավորապես իրենց գլխավոր գործընկեր մերձավոր արևելքում Իսրայելի առումով, որտեղ Թուրքիան ասում է, որ պիտի Պաղեստին պետություն լինի, Երուսաղեմ մայրաքաղաքով, եւ այդ Պաղեստինը պիտի լինի թուրքական։ Այս ավելի վատ ու սուր բնորոշում է Իսրայելի համար, քան Իրանի բնորոշումը, որ ընդհանրապես Իսրայելը չի ճանաչում։ Հասկանում եք, այս մեջքից խփել է Իսրայելի համար, եւ այս առումով կարծում եմ Հայաստանը լայն հնարավորություններ ունի նաեւ Իսրայելի հետ համագործակցելու որովհետև եթե Իսրայելը ունի հակառակորդ Իրան, այսօր ունի նաև հակառակորդ Թուրքիա եւ այստեղ մտածելու բան ունի Իլհամ Ալիևը հենց թուրքական համատեքստում։ Ես համարում եմ, որ արևմուտքը լավ աշխատում է այդ ուղղությամբ, պատահական չի, որ Էրդողանն ասում է անհամբեր սպասում եմ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին, թե ինչի է անհամբեր դարձել, ինչի է ուզում, սա էլ է հասկանալի, բայց ես այն կարծիքին եմ ու համոզված եմ, որ արևմուտքը այն ճանապարհները, որոնք Միջին ասիական հանրապետությունները կապում են Եվրոպային, երբեք չի զիջելու Չինաստանին, չի տալու առավել եւս այդ Թուրքիային, հետեւաբար մեր տարածաշրջանը եւ մասնավորապես Սյունիքը իրենց հետաքրքիր է, հետեւաբար իրենք շարունակելու են այդ ուղղությամբ, մեզ աջակցել է այստեղ հետևությունը, որ մենք ճշգրիտ առաջարկություններ անենք, առաջ ընկնենք, փորձենք իրենց համոզել գալու ներդրումներ անելու։ Տեսեք Ղազախստանի իշխանությունները իրենց բոլոր բնական ռեսուրսներով հանքահունքային հնարավորությունների առումով բիզնես ծրագրեր են մշակել տվել մի քանի միլիոն վճարելով KPMG ընկերությանը եւ մարդկանց դրել են այդ թղթերը տվել են ձեռքերը նրանք աշխարհով մեկ ման են գալիս ու խնդրում են որ գան իրենց երկիր ներդրում անեն ցույց տալով որ տեսեք ինչ շահույթներ կունենաք մենք պիտի այս կարգի նախաձեռնողական քաղաքականություն անենք եւ դա միանշանակ կապահովի թե մեր անվտանգությունը այսինքն եթե Սյունիքում Միացյալ Նահանգների տնտեսական ներկայություն կա այն էլ Քաջարանի նման մեծ հանքավայրում այդ նշանակում է որ այլևս Ադրբեջանը այդ ուղղությամբ գործողություններ չի անելու դա ուղղակիորեն բացառվում է եւ եթե նայենք ինչ է առաջարկում Թրամփը Զելենսկուն ինքը իրենք էլի այդ էին ասում են այդ բազմամետաղները կամ հազվագյուտ մետաղները, որոնք որ կան այդ հանքավայրում, դրա 60% Ուկրաինայինն է, 40% մտնում է ռուսական են տարածքի մեջ, որը էլի Ուկրաինայինն է, բայց Ռուսաստանը համարում է իրենը, ասում են այ եթե մենք գանք այստեղ ու Ռուբիոն պետքարտուղարն ասում էր, որ դրանից լավ անվտանգային երաշխիք չկա։ Ուղղակի այստեղ խնդիրը ուրիշ հարթությունում է, այն տնտեսվարողը, որ գալու է այդտեղ ինքը պիտի ամերիկյան իշխանություններին երաշխիքն ունենա, որ եթե կրակեն իր ուղղությամբ, ինքը այդքան գումար է դնում։ Ամերիկյան իշխանությունները ոչ միայն դրոշով այդ կպաշտպանեն, այլև ռազմական եւ քաղաքական սանկցիաներով փոխհատուցում կտան մինիմում։ Եթե այս մեխանիզմը Թրամփը գտնի եւ գտնի այն մասնավոր կազմակերպությունները, որոնք կմտնեն, ապա ինչի՞ չէ, այս տարբերակն էլ կարող է Ուկրաինային խաղաղություն բերել։ Ամփոփելով մեր զրույցը, պարոն Սարգսյան, կայացավ Վազգեն վերջին սպառապետը ֆիլմը շատ հուզիչ, շատ ոգևորող ֆիլմ։ Ֆիլմի հետ կապված մի հարց հետաքրքիր, Գրետա Մայրիկը անվերապահորեն աջակցում էր Վազգենին բոլոր նախաձեռնություններում ու այդ թվում չխոչընդոտեց տղաների պատերազմին մասնակցությունը։ Սա Նոնոյի աչքերով է, թե իսկապես որպես մայր նա դեմ չէր, որ իր որդիները պատերազմին անգամ մասնակցեն, հաշվի առնելով, որ այսօր շատ ծնողներ փորձում են իրենց որդիներին ազատել բանակից, Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու միջոցով մասնավորապես։ Ասեմ, որ ֆիլմում միտեղ եմ հուզվել, երբ Վազգենի ծնունդին մայրս Հանիկնանիկներ երգում, տպավորություն էր, որ իմ օրորոցի կողքին է երգում, ապրինոնիկա, ճիշտ հիշել էր ու այդ տեսիլքը թե երազը, որը որ կա, հիմնավորում է, որ Աստված կա։
որ մայրս այդպես է համարել, որ իր որդիների արյունը որևէ մեկից կարևոր չի, դա փաստ է, դա բազմաթիվ հարցազրույցներում մայրս ինքն էլ է ասել եւ նոնիկ այդ ամեն ինչը վերցրել է մորս ասածից։ Ընդհանրապես մեր տան երեխաները բոլորը այդ ամեն ինչի մասին այնքան գիտեն, ինչքան ես ու Արմենը, որովհետեւ տան խոսակցությունների թեման 30 տարի նույնն է եղել եւ իրենք դրա մեջ են մեծացել։ Ավելին իմ փոքր աղջիկը Ծովինարը երևի բոլորից շատ գիտի այդ ամենը, դրա համար էլ այդքան սիրուն է գրում, որտեւ ինքը անդադ խորանում է դրա մեջ, անդադ նայում է հոպարի նկարները, անդադ կարդում է այն ինչ հոպարը գրել է ու տատիկը գրել է, եւ այս առումով բաներ կա, որ ես չեմ հիշում կամ շփոթում եմ, ճու Ծովինարը շտկում է։ Այնպես որ այս մեր ընտանիքի նաև իմ կյանքի պատմություններ ինչ որ առումով այդ ֆիլմը, որի դիտումից հետո իհարկե ես ուզվեցի, իհարկե այդ հասկանալու ու մարսելու խնդիր ունեի եւ շնորհակալ եմ թե դերասաններին, թե ֆիլմի ստեղծողներին նման հնարավորություն մեր ժողովրդին տալու, որ Վազգենին ավելի լավ ճանաչեն Վազգենի մարդկային կերպարը, թե դպրոցում, թե դրանից հետո գրականության մեջ գարունում, թե որպես զինվորական եւ թե որպես պետական գործիչ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Իսկ ինչ անել, որպեսզի Գրետա Մայրիկի նման մայրերը շատ լինեն մեր ազգում։ Գիտեք, ես համարում եմ, որ նման մայրեր Հայաստանում էլի շատ կան։ Ես համարում եմ, որ նախ մայրերը պիտի հնարավորինս շատ երեխաներ ունենան հիմի, որտեղ մենք դեմոգրաֆիական, մարդագրական լուրջ խնդիր ունենք եւ ես համարում եմ, որ հայրենասիրությունը եւ հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր տղամարդու սրբազան իրավունքն է, իսկ դա ամենից լավ զգում են կանայք, զգում են մայրերը։ Ես հետևում եմ համացանցում գրառումներին, ամենաանողոքը, նույնիսկ ամենադաժան այդ առումներով, երբեմն որ պահանջում են ամենախիստը, զարմանում եմ, որ կանայք են։ Մի անգամ նույնիսկ ասել եմ, ինձ թվում է, որ դայչի մասնագիտությունը ավելի շատ կանացի մասնագիտություն է։ Որտեղ մայրերը ուզում են, որ չարը միանշանակ պատժվի։